Մեր կազմակերպությունը 26 տարեկան է, զբաղվում է արտահայտման ազատությամբ, տեղեկատվության ազատությամբ եւ տեղական ինքնակառավարման զարգացմամբ։ Մեր գործի օրինակներից են մի երկու բան ասեմ, որը դուք հաստատ գիտեք, ավականուն նիստերի ուղիղ հեռարձակումների մեկնարկը մենք ենք սկսել 14 տարի առաջ։ Հետո կառավարության տուրը եկել է մտցրել է նաև հիմա օրենքի մեջ։ Գիտեք, որ հիմա բոլորը ուղիղ պիտի հեռարձակեն ավականուն նիստերը, հանրային լսումները, ավականու անդամների խոշոր համայնքների հայտարարագրերը նույնպես մեր մեղքն է, էլի, հա, այսպես ասած, ահագին մարդ ասում էր, այ մարդ բանը գործ չունենք, սկսեցինք ավականու անդամների հայտարարագրեր մտցնել եւ այլ մոնիտորինգներ համայնքապետարաններում Բարևձեզ, 2003-4-5 թվականներից տեղեկատվության ազատության մասին ուսուցումներ են կարել համայնքապետարաններում, որտեղ նոր օրենք էր, որպեսզի համայնքապետերը իմանային, աշխատակազմը իմանային, որ քաղաքացիները հարցումներ հղելու իրավունք ունեն, հարցումներին պատասխանելու պարտավորություն ունեն իրենք եւ այլն։ Հա, մի քանի տարի առաջ մենք ունենալով կանխավարկած, որ Գյումրի համայնքում տեղական տուրքերը ոչ ամբողջ ծավալով են արձանագրված եւ կանձվում են, Գյումրիում նախատեսեցինք մի այնպիսի մոնիտորինգ, ինչպիսին արել ենք Աբովյան համայնքում հիմա, եւ դրա արդյունքները հրապարակվել են, ավականու անդամներից ներկա մարդիկ կան, ովքեր տեղյակ են Գյումրու դիտարկումների արդյունքներին, եւ պարզվեց, որ օրինակի համար սննդի օբյեկտների քաղաքի կենտրոնական մասում սննդի օբյեկտների մոտավորապես 40%-ը համայնքապետարանի բազաներում չկային, այսինքն չէին վճարել տեղական տուրք սննդի օբյեկտի ծառայության համար։ Ալկոհոլայինի հետ կապված 20%-ը գրեթե չկար, ծխախոտինը մոտավորապես էլ այդքանը չկար, արտաքին գովազդի դեպքում դեֆիցիտը մոտավորապես 50-60% էր։ Մեծ բաներների տերերի հետ պայմանագրերը պատշաճ կազմված էին, վճարում էին, իսկ համեմատաբար փոքրերինը չկար գրանցած ու չէին վճարում են տեղական տուրքը, որով բոլորդ գիտեք լցվում է համայնքի բյուջեն։ Մենք այդ ամբողջը ամփոփեցինք համայնքապետի նախորդ Վարդգես Սամսոնյան, Պալասանյան Սամվելից հետո։ Տեղակալների հետ քննարկեցինք, ստուգեցին իրենք տեսանետ օբյեկտները, որոնք իսկապես պիտի վճարեին, բայց չկային այդ բազաների մեջ եւ գործում էին 5, 10, 15, 20 տարի գործող օբյեկտներ կային, որոնք չկային այդ բազաների մեջ եւ չէին վճարում։ Տվեցինք իրենց այդ մեր գտած ցուցակները, խնդրեցինք ըստ այդմ համալրել, ստուգել, որպեսզի համայնքի բյուջեի մեջ գոնե այդ չափի դեֆիցիտը վերանա։ Գյումրու դեպքում դա մոտավորապես 110-130 միլիոն դրամի տարեկան դեֆիցիտ էր, փաստացի։ Այդ ընթացքում նաև որոշեցինք Հայաստանի մնացած խոշոր համայնքներում նույնպես համանման մոնիտորինգներ անել եւ համայնքապետարանին ու ավականու անդամներին ներկայացնել այդ արդյունքները, մտածելով, որ ինչ-որ օգուտ կտանք, էլի։ Եթե կպարզվի, որ ստվեր չկա, ավելի լավ։ Ուրեմն համայնքապետարանը շատ լավ աշխատել է, ամեն նոր ծագած օբյեկտի հետևից գնացել է, դիմել է, բերեք գրանցվեք եւ այլն, վճարեք դրանք։ Մեծությամբ համայնքների շարքը խոշորացումներ հաշվի առնելով, գիտեք հավանաբար, Երևան, Գյումրի, Վանաձոր, Արտաշատ խոշորացված ահագին մեծ է, էլի, հա, 33 ավականու անդամներով, վերջերս Վաղարշապատը նույնպես 33 ավականու անդամ ունեցավ։ Իհարկե Աբովյան, Վաղարշապատ, Հրազդան, այս քաղաքն հետո Կապանն է գալիս եւ այլն։ Զուգահեռ հիմա սկսում ենք մոնիտորինգ Վանաձորում, Հրազդանում եւ Վաղարշապատում։ Մեզ հաճախ հարցնում են, ինչու Գյումրուց հետո անմիջապես Աբովյան բան, բացատրում ենք, որ բոլոր քաղաքների համար միաժամանակ ենք դիմել տարբեր դոնորների, խնդրել ենք, Աբովյանինը շուտ ստացվեց։ Այս ծրագրի ամբողջ ծախսը 2.200.000 դրամ է, հա, մոնիտորինգային աշխատանքն է, լուսաբանումներն են, հոդվածներ են, բաներ են, հա, ահա սա որպես նախաբան հարգելի հյուրեր, մենք ենք ստեղ հյուր, շնորհակալություն մեզ հյուրընկալելու համար։ Մեր այս քննարկումը օրակարգի մեջ գրած է մի թեթև, առաջարկում եմ, որ հետևյալ կերպ լինի, համարեք նախ եւ առաջ, որ սա գործընկերային խոսակցություն է։ Հաստատ իմացեք, որ այս մոնիտորինգի զեկույցը նախագիծ է, սևագիր է,
Այսինքն սա դեռ վերջնական չէ եւ հրապարակման ենթակա չէ։ Սա մեր աշխատանքային զրույցն է, որից հետո ակնկալվում է համայնքապետարանից մեկնաբանություններ, բաժնից երևի էլի, հա, եկամուտների տեղական տուրքերի հավաքագրման մասին։ Համայնքապետի վերջին նամակի մեջ էլ էր ասվում, որ մենք կուսումնասիրենք, մասնագետները իրենց կարծիքները կասեն, հետո կարիք կլինի ըստ երևույթին գրավոր ինչ-որ ճշգրտումներ, լրացումներ արվեն։ Ես կներկայացնեմ մեր կատարած աշխատանքը, կլսենք ձեր հարցերը, ձեր կարծիքները, առաջարկությունները, դիտողությունները, վրիպակներ կարող են լինել, սխալներ կարող են լինել, որտեղ ծանր գործ է, 28 էջանոց բան է ստացվել, էլի, հա, ահա այսպես, չնայած մեր կազմակերպությունը լրագրողական է, մենք 92 դատական գործերի հեղինակ ենք տարբեր պետական հիմնարկների դեմ 25 տարվա ընթացքում, հա, խնդրում եմ մեզ խիստ չտատել, էլի, հա, իսկապես եկել ենք գործընկերության խաթեր, էլի, հա, ուզում ենք, որ համայնքային եկամուտները լինեն այնքան, ինչքան հնարավոր է, որ պիտի լինեն։ Եթե ինչ-որ վրիպումներ կամ բաց թողում կա, դրանք շտկվող բաներ են, էլի։ Մի բան է, երբ դա սխալի հետևանք է, այլ բան է, երբ որ դա դիտավորության հետևանք է, ինչի մասին չեմ մտածում, թե դա Աբովյանին վերաբերելի է։ Համայնքներ կան, որտեղ հաստատ գիտենք, որ այս համայնքապետի աղբոր ռեստորանը տեղական տուրքը չի վճարում, որովհետև որոշվել է, որ չպետք է վճարի։ Ունենք այդպիսի օրինակներ, ցավոք, էլի, հա։ Ով համայնքապետը եւ իր աղբերը կամ համայնքապետը պետք է իմանա, որ տեղական տուրքը պետք է վճարվի։ Ուրիշ խնդրեմ էլ կա վճարող-չվճարողների հանգամանքի հետ կապված։ Իրար նման երկու օբյեկտներից մեկը ենթադրենք տեղական տուրքը չի վճարում, մեկը վճարում է սննդի օբյեկտի։ Ակնհայտորեն նույն արտադրանքի դեպքում մեկի մոտ ինքնարժեքը էժան է նստում, մի բաժակ սուրճը 80 դրամ է նստում, մյուսի մոտ 83 է նստում։ Այսինքն այն չվճարողը ոնց որ ավելի մրցակցային արտոնյալ դիրքի կա, էլի։ Նույնը մնացած տուրքերի մասով, էլի, ոչ բոլոր տուրքերի, բայց շատ տուրքեր կան, որ վերաբերելի են սրա։ Խնդիրներ կան, որոնք կապված են չափերի հետ օբյեկտների։ Հավաքանու որոշում ընդունած անդամները եւ համայնքապետարանը գիտե, որ մի շարք տուրքերի չափեր ուղիղ կախման մեջ են օբյեկտի չափերից։ Որը համարել օբյեկտի չափ, սրահը համարել, վաճառասրահը, թե ամբողջ օբյեկտի շենքը համարել։ Սրանք հարցեր են, որոնք մինչև հիմա Հայաստանի մի շարք համայնքներում վերջնական պատասխան չունեն։ Համայնքապետարան կա որոշում է, որ ծխախոտի վաճառքի անկյունը միայն հաշվի 4 քառակուսի մետրը, համայնքապետարան կա ասում է ամբողջ վաճառասրահը հաշվեք։ Տեղել կա ասում է խոհանոցով, զուգարանով, կոմունալ սենյակներով, բաներով դրեք ամբողջական հաշվեք։ Սա մեր նախորդ փորձից է գալիս։ Օբյեկտը նախապես գրանցվել է, ասենք 26 քառակուսի մետր, 3 տարի հետո մեծացել է օբյեկտը, սննդի օբյեկտ է, տուրքը երևի թե պիտի փոխվի, մեխանիկորեն մնացել է այդ նույն թիվը, հա, սրանք տեխնիկական խնդիրներ են, որոնք պարբերաբար ծագում են, հարգելի հյուրեր։ Ուրեմն նախագիծ է, սևագիր է, սա արդեն ասացի, հա, Գյումրու օրինակը պատմեցի, Գյումրու հետ կապված այստեղ թվեր կան, որոնք բան են։ Ամբողջ Գյումրի քաղաքը չէինք մոնիտորինգ արել էինք կենտրոնական բիզնես խոշոր կտորը, Աբովյանի դեպքում էլ է այդպես էլի, ամբողջ Աբովյան համայնքը դժվար է անել, անհնարին չէ, բայց դժվար է անել։ Ահա տեսեք 24 թվականի տվյալներով ոգելից խմիչքների 78 վաճառակետերի տվյալներ եղել են տուրքերի բազայում եւ վճարել են իրենք, ուշացում, շուտ, բան է դեական չէ, կարևորը որ բազայում եղել են եւ վճարել են։ 58 օբյեկտ էլ ենք գտել այդ տարածքում, որոնք չեն եղել համայնքապետարանի բազայում։ Դուք կարող եք պատկերացնել, էլի, հա, մոտավորապես կոնե, էլի, 80%-ի չափ փող չի մտել։ Երկրորդը ծխախոտային արտադրանք, ես կարճ կասեմ, էլի, ծխախոտային փոխարինիչների, բաների ամբողջ շարքը չեմ կարդա։ Թվերը երևում են, 58 եղել է բազայում, 21 չի եղել։ Սննդի օբյեկտները 53 սննդի օբյեկտ, որտեղ սնունդ են սուրճից սկսած, բար, ռեստորան, սրճարան, fast food, food court, հա, այս տեսակ պերաշկիանոց, որտեղ մարդը կանգնում ուտում է այդտեղ, էլի, ոչ թե խանութ է, այլ կանգնում է, տեղից բռնած պիտի հաշվվի։ 53 եղել է, 46-ը չի եղել։ Այսինքն այս վիճակն է եղել 24 թվականին, երբ մենք այս մոնիտորինգն արել ենք, էլի։ Հա։
Ինչը ինչպես ասացի, համայնքապետին տվել ենք, ասել ենք առ վերցրեք, բաժնի պետին մանրամասները ֆոտոներն ենք տվել այդ օբյեկտների, գեոլոկացիան ենք տվել Google-ից նկարած, որը որտեղ է գտնվում, էլի չենք հորինել։ Հա, այս մոնիտորինգի համար բնականաբար նորից ուսումնասիրել ենք տեղական տուրքերի եւ վճարների մասին օրենքը, դրա միջի տուրքերի եւ վճարների տեսակները, ուսումնասիրել ենք բնականաբար Աբովյանի ավականու 24 թվականի համար ընդունված տեղական տուրքերի եւ վճարների դրույքաչափերի որոշման հավելվածը, որի մեջ մանրամասը մեզ տրամադրել են։ Ես ինչ որ խոսում եմ Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմը շատ բարեհամբույր ու գործընկերային մթնոլորտում այս բաները տրամադրել է։ Հա, տուրքերի քանակը, ինչպես գիտեք, սովորաբար 20-21 է լինում, օրենքը փոխվում է, դառնում է 23, ենթակետեր են բացվում եւ այլն։ Հա, եւ մեզ տրամադրել է բնականաբար այս տուրքերի գծով 5 տուրք ենք ուսումնասիրել 23 տուրքերից, որը ցանկի մեջ կա, 5-ն ենք վերցրել, շին թույլտվություն չենք ուսումնասիրել, քանդելու թույլտվություն չենք եւ այլն, հա, սննդի օբյեկտ, ալկոհոլային եւ ոգելից խմիչքների եւ այլն, ծխախոտային ծխախոտների փոխարինիչ եւ սննդի օբյեկտների այն երկու տուրքը, որոնք վերաբերվում են համայնքապետարանի տարածքում սեզոնային աշխատանքին։ Ռեստորանը վճարում է սննդի օբյեկտի տուրք, իսկ դիմացը մայթին, տեսած կլինեք, հա, սեղանատոր հանել շարել կամ պուրագի մեջ հարևան տարած, այդտեղ քառակուսի մետրի համար Աբովյանի ավականու որոշման մեջ գրած էր 10,000 դրամ սեզոնի համար, 6 ամիս ամառային սեզոն, 6 ամիս ձմեռային սեզոն, այսպես ասած, Գյումրու դեպքում օրինակ ամառայինը 15 էր, ձմեռայինը 10,000 էր, ձերի դեպքում 10,000 էր, էլի երկուսն էր, այս 5 տուրքն ենք բանարել, շատ բարդ է ուսումնասիրել արտաքին գովազդի, շատ աշխատատար է, բարդ չէ, էլի իրականում, չենք արել, չենք վերցրել այս անգամ, բայց մեր խորհուրդների մեջ կա իհարկե ի նկատի ունենալ մեծից դեպի փոքր, բոլորը միանգամից սանրել դժվար է, վուլկանիզացիա, հա, այսպես մի հատ երկաթ է կախած բանի վրա, այդ էլ է արտաքին գովազդ, բայց թե մինչև դրան հասնել ահագին խոշոր բաներ կան, հա, շաուրմա է, քյաբաբ է, էս է, փողոցը լենքով գծած պաստառներ են, բաներ են, որոնք Հայաստանով մեկ սովորաբար տեղական տուրքեր չեն վճարում, խասյատ է, էլի, հա, մինչև չգան անհանգստացնեն, էլի, համայնքապետարանից դա մոնիտորինգ չեն կարել, բայց ընկերաբար մենք խորհուրդ ենք տալիս Էդ էլ է փող, էլի, եղածը բան չէ, որ տուրքերի դրույքաչափերով նայում եք, մի մեծ երևելի բան չէ, էլի, որ իրանք վճարեն համայնքի բյուջե, համայնքը դրանից շահի փող է վերջը։ Հա, տեղեկությունների ստանալ համայնքապետարանից։ Այս ծրագիրը սկսել էինք Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ տարի 2 ամիս առաջ։ Հետո պարոն Թրամփը 1 տարի առաջ հունվարի 20-ին որոշեց, որ պիտի այդ ծրագրերը դադարեցվեն, այդ ժամանակ մենք արդեն հարցումը ուղարկել էինք համայնքապետին, խնդրել էինք մեզ տրամադրել տուրքերի ցուցակը, բազան եւ ավականու որոշումը կդել էինք նաեւ կայքում դրած է այդ ավականու որոշումը հավելվածների հետ կա։ Դադարեց այս ծրագիրը 6-7 ամիս հնար չկար, վերջապես նոր դոնոր հայտնվեց, որի մասին ասացի 2.200.000 դրամ է արժեցել այս ամբողջ աշխատանքը, էլի։ ՀԿ կենտրոնն է GIZ-ի հետ որոշեցին, որ արժե այս բանը աջակցել։ Այն ժամանակ հարցրել ենք, բոլոր տեղեկությունները համայնքապետարանը սիրահոժար տրամադրել է, ուսումնասիրել ենք բոլոր այդ թիվ թվաբանությունը, աշխարհագրական տարածքի ընտրություն։ Աբովյան արդեն քաղաք չէ, դա համայնք է, գիտեք։ Քաղաքը եւ 19 գյուղ, հա? 10 գյուղ ներողություն, հա, գյուղական 10 բնակավայր։ Ինչպես ընտրել, որը ընտրել, որ կտորները վերցնել, չվերցնել, բնականաբար հասկանալի է, որ այստեղ մենք աղյուսակել ունենք բնակչության, որը ձեր կայքից ենք վերցրել, Աբովյան, մի րոպե, քաղաքինը 60 քանի տոկոս հա բնակչության, ահա սա էր, 67% քաղաքի բնակչությունն է ընդհանուր Աբովյան համայնքի մեջ, գյուղերինն էլ գրած է, 10-րդականները չեն գրած, որոշեցինք այս 3 բնակավայրը վերցնել, Կամարիսը վերցնել համեմատաբար որպես հեռու ընկած գյուղ, որը ուրիշ գյուղերի հետ շատ շփումներ չունի, կտրված է աշխարհագրորեն, մյուսը Գետարգելը, որը մոտիկ է Աբովյանին, համ այրա բնակավայրից բնակավայր անցնում էր, չես զգում որ անցար էլի, հա, բնակավայրից բնակավայր, եւ Աբովյան քաղաքի
կենտրոնական մասը մեծ ռեսուրսներ էին պետք, որպեսզի ամբողջ բանը ծածկել, մենք գտանք, որ կարիք չկա, այսինքն ծովի աղիությունը պարզելու համար բոլորովին պետք չէ, էլի ամբողջ օվկիանոսը խմել, բանի վրա, Google-ի վրա, ահա, երևում է, հա, Աբովյանի թույլ տվեք կոչել կենտրոնական օղակ, ես չգիտեմ դուք ինչպես եք կոչում, հա, այս հատվածը մի րոպե, ահա, մայրուղին է, այս բանն է, երկրորդային մայրուղին է, Սևանի փողոցն է, այն մեկը իսկականն է, որը ստեղ չի երևում, էլի գլխավոր ավելի ճիշտ, այս է, մի խոսքով սա ենք վերցրել, եթե չեմ սխալվում, Հատիսի, Սևանի, Հանրապետության փողոցներով ամփոփված տարածքն է, եթե ճիշտ եմ հիշում, եթե կա ինչ-որ փողոցի կտոր, որ անունը չհիշեցի, հա, այս ենք վերցրել և իհարկե երկու գյուղերը ամբողջությամբ, գյուղերի վարչական շրջանները Google-ով ենք հարցրել, էլի, օրինակ Գետարգելինը կարող է ինչ-որ չափով սխալված լինենք, հա, մի քիչ էս կողմ, մի քիչ այն կողմ, բայց դա իրական նշանակություն չունի։ Հավաքագրել ենք, դիմել ենք հրապարակային, խնդրել ենք դիմել մեզ մարդկանց, ովքեր ուզում են դաշտային աշխատանքը կատարել, հասկանալի է, որ շահերի բախում չունենան, համայնքապետարանի աշխատող չլինեն, ավականու անդամի հորեղբոր թոռ մորքուրի աղջիկ չլինեն, հա, ընտրել ենք մարդկանց, ուսուցանել ենք իրենց, երիտասարդ աղջիկներ կանայք են, մեծ մասը Արցախից են, հա, որոնք Կոտայքի մարզում են ապրում, իրենց ուսուցանել ենք, մի քանի օր շարունակ սեմինար ենք արել, բացատրել ենք, ինչպես պիտի կատարեն իրենք դաշտային աշխատանքը։ Ինչ է նշանակում դաշտային աշխատանք, դաժան բան է դա, ուրեմն բոլոր փողոցները, բոլոր հրապարակները, բոլոր նրբանցքները, բակերը, փակուղիները, ինչքան տեղ կա, որ կարող է օբյեկտ լինել, հա։ Բաժանվել է այս տարածքը, հատվածաբար բոլորը շրջել են այս մարդիկ, անցել են, ստեղ են ներկա են մի քանիսը, հա, և գործի, մի րոպե, մի երկու բան էլ ստեղ ցույց տամ, անցնենք առ։ Սա համայնքապետարանից ստացած ցուցակներն են, մենք ուղղակի փակել ենք բիզնեսմենների անվանումները, որտեղ սա հետո հրապարակվելու է, մենք չենք ուզում որևէ բիզնեսմենի վնաս տալ, օգուտ տալ բաներնի, բայց դուք մենք գիտենք ովքեր են, էլի, այս առաջին սյունյակում, երկրորդ սյունյակում դատարկ թողած վանդակները, էլի։ Սա հավաքանու որոշում ներողություն համայնքապետարանի Excel-ներից մի կտոր է, էլի, քաղվածք է, որի մեջ գրած է օբյեկտը, գրանցման հասցեն, գործունեության հասցեն, թույլտվության ժամկետները, հա, տուրքի չափն է գրած եւ այլն։ Օրինակ վաճառակետերի հետ կապված այս նույն ցուցակի մեջ 4 տեղ, որտեղ երամսյակային է վճարել։ Այդ բիզնեսմենը երամսյակային է վճարել, ուրեմն 4 տեղ երևում է, էլի, բնական է, նորմալ է։ Մարդկա տարվանը մի անգամից է վճարում եւ գրած է ամբողջությամբ։ Շատ տարբեր մոտեցումներ կան, էլի։ Ես պիտի ասեմ, որ համանման թղթեր նայած մարդ, որպես պիտի ասեմ, որ շատ բարձր մակարդակի վարչարարություն է արվել, մանր, մզիկ գրած է, էլի, սաղ կա մեջը, այստեղ քաղվածք է մի կտոր, էլի, հա։ Այստեղ ավականու որոշումներից քաղվածքներ են, չափերից կախված, տուրքի չափը տարբեր է, ինչպես տեսնում եք, էլի։ Վեճեր են եղել նախկինում, թե մենք կարող ենք այս մակերեսը վերածել մետրի հաշվով և եթե 26-ից 50-ի մեջ է, ոչ թե այդ մարդը վճարի Աբովյան քաղաքում 8000, այլ եթե 30 է, հաշվենք, ստացվի մոտավորապես ենթադրենք 6000, էլի, մետրականի բերենք, քառակուսի մետրի, մեր օրենսդրությունը թույլ չի տալիս, բայց մի շարք համայնքներում սա նկատվել է, դրել են, որոշել են, որ բանը, բերեք մետրի իջեցնենք, ոնց որ բանի նման լինի, հարկի տոկոսի նման լինի, էլի, հարկ չէ, տուրքը այնուամենայնիվ տուրք է, հարկը հարկ է և շատ հաճախ 26 է, թե 30 քառակուսի է, թե 49 է, թե 50 է, պիտի այսքան վճարի, ոչ ոք մեղավոր չէ, էլի, սրա համար, հա, անցնենք առաջ, ժողովուրդ ջան, հա, մեր դիտարկված տարածքներում, ինչ ենք արձանագրել, որոնք գրած են ցուցակով, գրած են ֆոտոյով և Google-ից արբանյակային պատկերով։ Այս թվաբանությունն է, վիճակագրությունն է, հա, ոգելից ալկոհոլային խմիչքների հետ կապված 40 օբյեկտ ենք արձանագրել այդ կենտրոնի մասում, 3-ական օբյեկտ արձանագրել ենք ուրեմն Կամարից Գետարգել։
ծխախոտային, թվերը երևում են չկարդամ նորից, հա, սննդի օբյեկտ եւ բացօթյա, ինչ է, սեզոնային տուրքի այսպիսի օբյեկտ։ Ուզում եմ ասել, որ բանի կամարիսում եւ գետարգելում այս երկու տուրքերը վճարողները մեկ օբյեկտ են։ Այսինքն խանութ է, որի մեջ եւ կա ծխախոտային արտադրանք եւ ալկոհոլային արտադրանք։ Նույնը վերաբերվում է գետարգելին։ Աբովյանի համայնքապետարանի տրամադրած բազաների մեջ, ինչպես եւ Հայաստանի բոլոր մնացած համայնքների տրամադրած բազաների մեջ ծխախոտային եւ ալկոհոլային տուրքեր վճարողները մեկ ցուցակով են տված։ Սա լավ չէ եւ մեր առաջարկությունն այն է, որ քանի որ դրանք այնուամենայնիվ ճիշտ է մեկ տուրքի երկու ենթակետեր են, ճիշտ կլինի, որ դուք հետո ժամանակին զատեք դրանք, որտեղ օբյեկտ կա, օբյեկտ կա, սննդի օբյեկտ է, ալկոհոլ վաճառում է, ծխախոտ չի վաճառում։ Ինքը վաճառում է մենակ ալկոհոլի եւ սննդի օբյեկտի տուրք է վճարում, բայց ձեր բազաների մեջ ծխախոտն ու ալկոհոլը միացյալ է, շեշտում եմ, բոլոր համայնքապետարաններում գրեթե համանման համեցեք։ Որ ասում ենք այդ ծխախոտը ոտքսնուտի հիմնական մտերային խանութները սուպերմարկետներում արտադրություն է իրար են դրա համար է մից ասենք առանց սննդի մասը որ ծխախոտ ունենաս այս օրենքից հետո անեցի որ ցելը չի թույլատրվում ասենք 90%-ից ավել օբյեկտներում սիգարետ չեն վաճառում Դրա համար եթե որոշվել կա, դա մենք առանձնացնում ենք, այսինքն տրեք չէ դու անասել, բայց ոգեֆիստու բանը, որ մթերային խանութներն սուպերմարկետները, դրա համար ոնց որ առանձնացնելու բան չէ, որ առանձնացնել։ Այսինքն կարող եմ ես ընկալել այսպես, որ ձեր տրամադրած ցուցակի մեջ, որտեղ գրած է ոգելից եւ ալկոհոլային խմիչքների տուրքեր վճարողների ցուցակ, ինձ տրամադրվել է մեկ ամբողջական։ Գյումրիում էլ էր այդպես։ Ես պիտի մտածեմ, որ եթե ճիշտ հասկացա, այդ բոլոր օբյեկտները երկու տուրքն էլ վճարում են։ Ճիշտ հասկացա ես ձեզ։ Հա, այդ ուրիշ հարց։ Բան չասի։ Տվել հապաղումների մեջ գրված չի խմիչք, միայն գրված է ծխախոտի վաճառ։ Կոկակաց չէ հապաղումները։ Եթե ձեզ համար ավելի հեշտ է աշխատել այդպիսի ցուցակով, օքեյ, դուք աշխատում եք այդպիսի ցուցակով, էլի։ Գյումրու դեպքում մենք կտանք 20-25%-անոց տարբերություն։ Ասենք այդ ցուցակի միջի 25%-ը միայն մի տուրքն է վճարում։ Այն 75%-ը վճարում է երկու տուրքը, հա։ Եվ շատ հաճախ դա կարող է բերել ինչ-որ բարդությունների, եթե զգացել եք կամ գիտեք, որ դա ավելի լավ է աշխատում, թող այդպես լինի, չէ։ Սննդի օբյեկտների հետ կապված այդ օրինակը շատ է տարածված, երբ վճարում է սննդի օբյեկտի տուրք եւ ալկոհոլայինի տուրք, հա։ Ծխախոտ չկա, բան չկա, բայց այդ մարդը նաև գտնվում է այդ ընդհանուր ցուցակի մեջ, էլի այդ տուրք վճարող օբյեկտը, հա։ Որոշման մեջ Չէ, հասկացա, ամեն որոշման մեջ կլինի առանց դանշելու։ Աղոսյալ ջուջելի հարց տամ, Համեցեք։ որ գնացա 40, այսինքն 40 օբյեկտ տարածքում, այդ տարածքում, որը վճարում է միայն այդ տուրքը, միայն չէ, այդ տուրքը։ Մյուսը 36, այս 36-ն ու 40-ի մեծ մասը երկու տուրքն էլ վճարում է։ Մենք ուղղակի զատ ենք գրել, բաժանված են։ Ցուցակները կան, մենք Excel-ով ղրգել ենք եւ կղրգենք ձեզ, եթե չենք ուղարկել դեռ։ Հա, մենք զատ ենք գրել, որտեղ երկու տուրք է այնուամենայնիվ։ Ճիշտ է, մեկ տուրքի երկու ենթակետ է, ավականորոշման մեջ ԱՊ է գրած, չէ, եթե չեմ սխալվում, հա։ 10-ի 1, 10-ի A, 10-ի B-ն է, եթե չեմ սխալվում, հա, ճիշտ եմ հիշում։ Հա։ Ահա սա էր։ Կամարիսի ու գետարգելինը ես լավ հիշում եմ, որ նույն օբյեկտն է, երկուսից էլ ծախում է եւ այստեղ մենք ուղղակի զատ ենք գրել, էլի։ Նույն շինության մեջ երկու ֆիրմա է աշխատում Կամարիսի։ Հա, մեթոդաբանության հետ կապված ասեմ, որ մենք որևէ տեղ մեր դիտորդները չեն մտել ներկայացել որպես դիտարկում անող։ Կարող եք համարել քողարկված դիտարկում, ինչը անօրինական չէ, չենք ուզեցել ոչ էլ մարդկանց խառնենք իրար, հա, ոչ էլ բան, դրսից էլ շատ զգուշ ֆոտո է արվել, որ մենք ապոծես տանք, ասենք, տեսեք, ստարոսի օբյեկտ կա, մարդես կարող է 3 օբյեկտ գտնեք, որ այն օրը բացվել է, բայց հələ չեն վճարում իրանք, եւ չի բացառվում, որ այդ ցուցակը մեզ տրամադրվել է հունվարին, 1 տարի առաջ։ Չի բացառվում, որ մեր արձանագրած օբյեկտների մեջ, որ արվել է հոկտեմբերին, դիտարկումը արվել է հոկտեմբերին։ Կարող է կլինեն օբյեկտներ, որոնք ձեր ցուցակի մեջ չկա, որովհետև իրենք բացվել են 25 թվականի ընթացքում։ Հա? Կարող լինի նաև որ թաղված լինի։ Կա, ուրեմն մենք դա չենք էլ գտել, չենք էլ ֆիքսել այստեղ։ Այսինքն մենք դրան ուշադրություն չենք էլ իմացել։ Մի հատ է եղել, որ նկատել եմ, որ այդ օբյեկտը ոնց որ երկար ժամանակ փակ է, բայց ներսը խմիչքներ կան, տեմնել գրած է վաճառվում է, էլի, հա։ Այսինքն ցուցափեղկ սառնարանը ներսում է, ալկոհոլը կա,
կար մեկը գրել էին էլի, հա, բայց թե վաճառում է այդ մարդը նշանակում է ինչ որ ժամանակ չի աշխատել, էլի։ Դիտարկումն արվել է հոկտեմբերին, այս անցած 2-3 ամիս առաջ։ Հա, մենք որոշ բաներ հաջողել ենք նույնականացնել, որովհետև շատ հաճախ հասցրել չենք հարցրել։ Հարցրել ենք վաճառողը չի իմացել հասցեն որն է, որովհետև սեփականատիրոջ հետ գործ չենք ունեցել, էլի հաճախ, եթե փոքր օբյեկտ է, սեփականատերը սովորաբար նաև տնօրինում է, կառավարում է, վաճառում է եւ այլն եւ այլն։ Այս մեր չնույնականացված թվերից խնդրում եմ չվախենալ, հա, շատ հնարավոր է, որ այդ օբյեկտները ձեր ցուցակներում կան։ Պետք է որ լինեն։ Ենթադրվում լավագույն կանխավարկածն է, էլի Գյումրու դեպքում ես եղել եմ 9 տարի ավականո անդամ 91 թվականից լարագրող խմբագիր եմ եղել եւ ահագին մանրամասն գիտեմ ես չէի պատկերացնում այդ դեֆիցիտի ծավալը։ Ես դեմերս համայնքապետի հետ խոսել եմ։ Վարդգես ջան, այս փողերը մեզ պետք չեն 130 միլիոն դրամ տարեկան հաշիվ է թե հաշիվ չէ 6 հատ նստարան է 7 հատ զիբլի ավտո է ես իմ մի խոսքով խոստացան ուղղել ինչ որ բաներ ուղեցին, ինչ որ բաներ մնաց, турքերի չափերի այստեղ, հա։ Սանդղակը գիտեք, քիչ առաջ ցույց տվեցի փաթեթի մեջ կա, մինչև այսքան մագերեսը այսքան, մինչև այնքան մագերեսը այնքան, բայց որոշ օբյեկտների դեպքում մագերեսային չափերը իհարկե չկա գրած այդ Excel-ի մեջ, որ այս միջակայքին է վերաբերվում այս турքը, օբյեկտը գրած է, բանը գրած է։ Հասկանում եմ, տրամաբանված է, հա։ Բայց այս թվերը որքան է վճարում կամ պիտի վճարի Երամսյակի համար, սանդղակի միջի թվերից տարբերվում են։ Սանդղակի մի քիչ ավել է, մի քիչ պակաս է, ինչ որ բաներ կան, էլի։ Ուզում եմ սանդղակը բացել, որ միաժամանակ նայեմ, էլի, ասեմ։ Ասենք թե Աբովյան քաղաքում, հա, 6500 թիվ կա, եթե օբյեկտը մինչև 26 քառակուսի է, մինչև, եթե 4 քառակուսի է, 6500 է, եթե 26 է, 25 ու 90 է, էլի 6.5, հաջորդը, ուրեմն 10.5, 13.5, 20.5, 25.5, 45.5, ձեր Excel-ի միջի թվերը մի քիչ տարբերվում են սրանցից։ Դուք կիմանաք դրա բացատրությունը, ես չգիտեմ, էլի, հա։ Բացատրությունը կարող է լինի հետևյալը, քանի որ կարող է Երամսյակի հունվարի 1-ից չի աշխատել, աշխատել է փետրվարի 1-ից։ Միայն այդ հաշվել եմ, ամիսներով դուրս եմ բերել, ասենք կա որ 5 ամսվա է վճարել, ես գծել բռնել եմ, որ 5 ամսի ինչքան է վճարում, Երամսյակայինը ինչքան կլինի։ Եվ ըստ այդ եմ դուրս բերել Երամսյակայինը ու այս տարբերությունները, որպես օրինակ, օբյեկտները չեմ նշել ստեղ, էլի, չնայած մի երկու հատ օրինակ գրել ոնց որ թե, հա, Աբովյան համայնք հասցեով գրած է, նայում եք Հանրապետության պողոտա թիվես ինչ, ձեր ցուցակի մեջ, հա, 56000 է վճարում։ Այս սանդղակի մեջ նայում եմ 56000-նոց, ես ռևիզոր չեմ, ժողովուրդ ջան, եկել ենք խոսանք էլի իրար հետ։ Կարողուրելի տարբերություն։ Դեպքերը լինում որ շատ են փոխանցում, հետո դիում են գրում, գումարը հետ է ստանում կամ թողնում են փոխանցում եմ հաջորդ բանին, էլի, հա։ Այն նկատի ունեցեք, էլի, այս դիտարկումը, որ ցուցակները պահում ենք։ Բան չասի, ժողովուրդ ջան, այդ այնպես բան է, որ այդ թաքցնել չի լինի, ձեր փոխանցումների դեպքում էլ ակնհայտ է։ Վճարում, ավելի վճարում։ Այն նկատի ունեցեք, որ թյուրիմացության տեղ կարող է տալ, սա, եւ խորհուրդը կամ մեր առաջարկությունն այն է, որ հստակ երևա, եթե 5 ամսվա է վճարել մարդը, դրանից կարելի է Գիտեմ, գրած է, Երամսյակը ուրեմն կլինի այսքան, Երամսյակը ինչքան որ լինի, չի կարող տարբերվել ստեղած գրած թվերից։ Երամսյակի կտրվածքով վերցնենք, հա, բայց տարեքանով կարող է 37 օր աշխատել, այդ դեպքում չեք տալիս Երամսյակով, օրերով եք աշխատում։ Շատ լավ, դուք գիտեք, հա, այս մեր նկատածն էր, որ Կարող ես է պիտի ասեմ։ 6500 սահմանած լինի, որոշի 7000 մուծի կլորացնի, sense բաներ են կարող։ Ուրեմն 6.5-ը գնում է համայնքի, ինչ է, турքի վճար, այն էլ երևի մյուս ամսվա ինչ որ մաս։ Ասում ենք
քիչ վճարել։ Հա, այս տեսանկյունից խորհուրդս այն է, որ այդ ամբողջ Excel-ի մեջ մի սյունյակ բացվի, կոնե նշվի, թե ինքը որ խմբում է։ Մագերեսները չկա, չէ՞, ձեր Excel-ի մեջ։ Կա, մեր ունենք։ Դուք ունեք, հա, ինձ տրամադրածի մեջ չկար, դրա համար մենք նայում ենք տարբերությունները, հիմա այստեղ խոսում ենք։ Նայել եմ, այդ ժամկետներով եմ դուրս պետք, մագերեսը չկա։ Մագերեսը չկա, օրինակի համար դերացանի հունվարի 21-ից մինչև ապրիլի 1-ը։ կարող է լինել, հա, այդ Excel-ի մեջ դրանք կան գրած։ Որոշման մեջ տես պետք է լինի, գրած։ Ես ոչ թե խոսում եմ Excel-ի միջի եղած այս թվերից տարբերվող բոլոր թվերից, այլ ես խոսում եմ այն մասին, որ մենք այդ թվերը ըստ ամիսների հաշվել, բաժանել, բազմապատկել ենք, դուրս ենք բերել, թե այդ օբյեկտը երամսյակում այդ թվերով ինչքան կստացվեր։ Ասենք տեղ կա գրած է 91000, հա, մենք ոչ չենք ասում, ես ինչ եք գրել, լավ եք արել, գրեք 90, այդքան է վճարել, այդքան եք, բայց 91000-ը հասկացել ենք այդ ամսաթվերով, թե ինչ ժամանակահատվածի է վերաբերվում։ 3 երամսյակի է վերաբերվում, 3 երամսյակ 4 օրվա է վերաբերվում եւ այլն, տեղից դուրս ենք բերել երամսյակային հաշվարկը, մաթեմատիկա է հասարակ, էլի, հա։ Այդ նրբությունների դուք չեք պիրատեցնում, դրա համար է ստացվել։ Նրբություններն առանցքի չափսն է, երբ է սկսել աշխատել։ Շատ է, հենց մեր զրույցը ուղղված է դրանք ճիշտ է տվել։ Մեր զրույցը ուղղված է դրան, որ այս զեկույցի սևագիրը Գրած համացյաններ նաև հաստատված է, էլի դրա մեջ սյունակ ավելացները։ Այս մեր զեկույցին պիտի խնդրեմ, որ չգիտեմ ով Մենք լուրջ կմոտենանք։ բաժնի պետի մագարտագով ըստ երևույթին, հա, եւ համայնքապետի հաստատմամբ մեկնաբանություններ, 2-3 պարբերություն գրեք, այն ինչ որ մենք ստեղ խոսում ենք, հա, որ երևա որ մարդիկ այս ձևով են կառավարում, այս ձևի թվեր են ստացվել, հա, եւ դա բան չէ, ոչ օրինազանցություն է, առավելևս ոչ էլ կոռուպցիա է, էլի։ Ազգանունով դուք թվերը տվեք, մենք Այս մեր զեկույցի միջի գրածն մենք ցես մեր Excel-ներն ենք տալու եւ մեր մեկնաբանությունները։ Մենք ձեր տված Excel-ի վրա կողքը սյունյակ ենք բացել եւ փորձել ենք հաշվել տեսնել լիքը կա որ ուղիղ ընկնում է այս թվերի վրա։ Շատ կա։ Մեծ մասը այո, բան չասի, հա, հա։ Սա է եւ իհարկե բաները, այդ 2-3 գյուղերում մեր տեսած 3 օբյեկտը, որը ձեր ցուցակների մեջ չկար, կամ նոր են բացվել, կամ Ռեալանի մեջ չկա։ Թույլտվություն չունեն։ թույլտվություն չունեն, պետք է ունենա։ Հաստատ։ Ուրեմն պետք է ունենա, ասեմ, վարչարարության ինչ որ Գյուղերում էլ հիմնական վկայականները բնակելի է։ Այդ պատճառով չեն կարող տրամադրել թույլտվություն։ հասկանալի, բայց պատրաստ են վճարել եւ դուք Վճարում կանցնեք։ Վճարում են իրենք։ Վճարում են ուղղակի աշխատում են, դες թղթով թույլտվություն չկա, մեզ մոտ անդորագիր է, էլի։ Հասկացա։ Այս բանի կա։ Հասկացա, բան չասի։ Հա, ես էլ օրինակ ցեզ ուզում եմ ցույց տալ, մենք որոշ օբյեկտներ չափագրել ենք վերևից, եթե օբյեկտը զատ օբյեկտ է։ Եթե առանձին կանգնած խանութ է, Google-ը մեզ այդ հնարավորությունը տալիս է, չափումները գիտեք այդ բանը, Google-ով չափելու ձևը գիտեք ըստ երևույթին, չէ՞։ Այստեղ լավ չի երևում, բայց երևում է։ Պարագիծը չէ, թվերը չեն երևում, էլի։ Պարագիծները միան սուբյեկտիվ գործոն են կա, տեսնում եք օբյեկտը, ընդունենք 200 քառակուսի է, բայց ինքը բացակայել է դրա 50 քառակուսի։ Գիտեմ։ Տալիս եք 50։ Հա, հա, մեր զեկույցի մեջ գրել ենք, որ այն օբյեկտները, որոնք հնարավոր է եղել նույնականացնել որպես առանձին օբյեկտ, դրանք ենք Google-ից screenshot արել, որոնք շենքի տակ, երկար շենք է բազմաբնակարան, տակը 60 հատ օբյեկտ է, Վարշավիրանոց է, ՊԱՍՏՍ է, այդ մի կտորը Google-ից չենք չափել, իմաստ չունի։ Այսինքն դեռ ինչ ես չափում։ Լավագույն դեպքում այդտեղ մտել նայել աչքա չափով են մերոնք գնահատել, բայց այդտեղ չենք խորացել, էլի մենք, այսինքն թողել ենք հանգիստ այդ հատվածը։ Համենայն դեպս այս մեր բոլոր ֆոտոները, բոլոր օբյեկտների Google-ից արված screenshot-երը նույնպես ցես դա չէինք տրամադրել, ծանր էր, էլի ֆայլով, մեյլով չենք ուղարկել մենք, ուղարկել ենք զեկույցի նախագիծը եւ Excel-ի 4 տուրքերով, 4-5 տուրքերով բաները, հա, սա էլ սա, մեկ էլ մի առաջարկ հուշում, առաջարկների բլոկներ կնայենք մի թեթև, օբյեկտին հարակից մայթն է, զբոսայգին է, սկզբում որ խոսում էինք, հա, սովորաբար դա սկսվում է քիչ-քիչ, էլի, հա, ասենք ռեստորանում նեղվածք է լինում արդեն, կամ շաուրմանոց է, կամ ինչ-որ բան է, մի հատ սեղան են հանում տնում, մի հատ աթոռ են տնում բան, հետո մայթը երկարությամբ գնում է առաջ, բարդ է առաջին փուլում, ասել, բեր սկսի արդեն սեզոնային տուրքը վճարել,
ինքը այդ պահին սեղանատորն էս կտանի, ասի չէ ախպեր չենք անում, որտեվ քառակուսի մետրի համար սեզոնի համար 10,000 դրամ վճարելը ձեր չի տալիս, բայց երբ տեսնում եք, որ դա դառնում է արդեն սովորություն, խասյաթ, հա, խորհուրդս այն է, որ անպայման բերեք այդ վերջի համար 22 եւ համար 23 տուրքերը ավականու որոշման ձեր որոշման տուրքերի ցանկի մեջ վերջի երկու տուրքն է, եթե ճիշտ եմ հիշում, չէ՞։ 22-23-րդ կետերն են։ Առաջ 20 հատ 21 հատ էր տուրքը, մի հատ երկուսը առանձնացվեց, առաջ դրանք ենթակետեր էին։ Հա, հետո որ հաշվում ենք, Գյումրու օրինագից բերեմ, տխուր օրինակներ եմ բերելու, էլի, ներող կլինեք։ Ասենք սրճարանը, իրական սրճարանը, եկած կլինեք, տեսած կլինեք, պոնչիկ, մոնչիկ, կենտրոնում բանն է, կլոր պուրակ կա։ Նորմալ աշխատում են այդ տղի հետ ոչ մի պրոբլեմ չունենք, բան չունենք։ Համայնքապետարանը վարձով է տվել 110 քառակուսի մետր այդ այգու միջից։ Փոքրիկ օբյեկտներ են սարքած, ոչ հիմնական շինություններ են, խոհանոցային ինչ-որ հատված է, եւ կան այսպես կոչված չաշկեք, գյումրեցիք բաժակներ են ասում, էլի առանձին բաներ են, ծմերն էլ ցելոֆանով փակում են, մեջը տումի ասած տաքություն է ապահովում, -15 դրսում են, ներսում կարելի է նստել։ Օբյեկտը նայում ենք 1100 քառակուսի է, սպասարկման տիրույթը, այսպես ասած, օբյեկտը չէ, էլի։ Մարդը վճարում է վարձավճար 110 քառակուսու համար, վարձակալական վճար կանաչ կոդի է, չի սեփականաշնորհ եւ վճարում է 110 քառակուսու համար սննդի օբյեկտի տեղական տուրք, նորմալ է։ Բայց օգտագործում է համայնքային այգուց համայնքի սեփականություն հանդիսացող եւ վարձով չտրամադրված եւս 1000 քառակուսի։ Հիմա 1000 քառակուսին, որ սեզոնայինով հաշվում եք, 1000 քառակուսի անգամ 10000 դրամ եղավ, որ 6 ամսվա համար 10 միլիոն դրամ ծմերվա։ Ամառվա էլ 15 միլիոն, եղավ 25 միլիոն դրամ, ոչ ոք չի տա այդ տեսակ սրճարանի համար նման, կամ ինչ պետք է անել այդ դեպքում։ Կամ դենել վարձի, երբ քննարկում էինք սա, ասում էին բան է։ Այն մնացած տարածքը համայնքինն է, ով ուզի ինչ ուզում է անի, համայնքապետարանի մասնագետներն էին մեկնաբանում, հա դե օգտագործում է ճեմուղին, տանում մատուցում է սուրճը, չգիտեմ, տորտը, մյուսը, վերջը չկարողացա համոզել, որ պետք է լուծում գտնեք, էլի սրան, չի լինի, որ վերջին հանգրվանը այն էր, որ ասի կլինի, որ մենք էլ գնանք այդ իր այդ սեղանիկների կողքը ուրիշ սեղաններ տնենք, աշխատեցին, եթե համայնքային տարածք է ցանկացած մեկը կարող է այդպես օգտագործել, ու հետո երրորդ օբյեկտը կա, չորրորդ օբյեկտ, նոր տեղ հասավ, թե այս կարելի է այդպիսի լավություն անել համայնքի հաշվին, մի արեք, այնտեղ Գյումրու խոսակցություններն եմ ասում։ Ու սովորական է, աչքերի առաջ է, արտարոց չի թվում դա համայնքապետարանին, հա, առաջարկս խորհուրդս խնդրանքս այն է, որ ուշադիր եղեք, օբյեկտ է, մեկ էլ սկսում է ծավալվել, էլի Չարենցավանում ունենք նման դեպքեր եւ այլն, ամեն համայնքում նման բան կպատահի, էլի, երբ օգտագործում են համայնքի հողը առանց սեփականության կամ վարձակալական իրավունքի սննդի ծառայություն մատուցելու համար։ Այն որ խանութը հանում է մայթի վրա 3 հատ սառնարան է տնում, ոչինչ լավ չանդամ եմ ասում։ Իրիկունը տուն է տանում կամ կողպում է, սարսափելի չէ, էլի, այդպիսի մի վնաս չկա, էլի։ Հա, հետո որոշ ժամանակ հետո ըստ երևույթին քաղաքային էսթետիկայի տեսանկյունից կարող է ասեն հեչ սիրուն չի, էլի, այդ սառնարանները տարոնջան սիրուն չի ներս տար։ Որովհետեւ Սերժ Սարգսյանի հայտարարությունը հիշեցի Մաշտոցի պուրակի հետ կապված գյուղերում առավել եւս էլի մարդը ասենք հացի փող է աշխատում 3 հատ սառնարան հանել տրել է դուրսը սարսափելի չէ ոչինչ հա տուրիստներին բաներին հա մեր առաջարկությունների մեջ կարծես թե դա խոսեցինք հա հարկավոր է իհարկե միշտ նկատի ունենալ որ օբյեկտների չափերը ժամանակի ընթացքում փոփոխվում են խասյատ ունեն էլի բնության մեջ ամեն ինչ փոխվում է շատ է պատահել, էլի մեխանիկորեն գրում են նույն չափը, այնինչ օբյեկտը մեծացել է։ Հա։ Մենք կադաստրի էջից նայում ենք գարնանը։ Եթե մեթոդաբանական սկզբունք է ձեզ մոտ, ուրեմն շատ լավ է։ Եթե հասել եք այդտեղ, որ դուք ամեն անգամ կադաստրով բացում եք, մի հատ չափում եք, նայում եք, ավելի լավ, ժողովուրդ ջան, մեր այս խոսակցությունը համայնքին օգուտ տալու իմաստ ունի։ Եթե անում եք ավելի լավ, ձեր փորձը կտանենք ուրիշ տեղեր էլ բան կանենք, էլի, հա։ Մեր մոտեցումը եղել է այն, որ օրենքով եւ արդարորեն ինչքան փող հնարավոր է կանձել համայնքի բյուջե, պիտի կանձվի։ Եթե չէ, դուշ տուգանք պիտի լինի եւ այլն։ Ունենք դեպքեր, երբ
այս ասածս չվերագրեք էլի ես եկեղեցի բաների վեճերին թեմակալ առաջնորդները դիմում են համայնքապետարան ասում են մեր ավտոմեքենաների տեղական տուրքը վճարեք գույքահարկը տուրք ասացի սխալ ասացի գույքահարկը զեղչեք զիջեք ես երբեք չեմ հասկացել դա ասենք թեման է հկ է դու կարմիր խաչ է կանաչ խաչ է չգիտեմ ինչ դու ունես 6 հատ ավտո ամբողջ տարին շահագործում ես յուղը փոխում ես այդ կալոսը փոխում ես վարորդին վճարում ես բան գալիս հասնում է որ 60,000 դրամ 6 ավտոյի համար լավ 100,000 դրամ դու դի տեղական տուրք վճարես էլի կներես իսկապես բան է դժվար է քեզ նեղություն է հարգելի կազմակերպություն կապ չունի որ կազմակերպությունն է ինչի՞ պիտի զիջվի տվյալների պահպանման հետ կապված դուք պահեստային կոպիաներ անում եք բեքափներ անում եք ֆլեշկով կոնե առանձին փակ սեյֆի մեջ պահել կորել կա հակերություն կա դո չգիտեմ ցանցային կոմպերի մի մասը ցանցերով միացած են չէ ըստ երևույթին իրար հա որ կարող է բոլորը չլինի կարող է 2-3 զուգահեռ ցանց լինել էլի հա կարող է բոլորը մի ժամանակ չէ մի շատացել է լավ է չի աշխատում հիմա ցանցը հա ռեզերվային կոպիաներ անում եք էս ասածս ունեք ըստ երևույթին ընթացակարգեր որով պիտի անձնական տվյալները առևտրային գաղտնիքները դուրս չգան էլի որոնք պիտի աշխատողը որը սերվերի վրա է այդ ամեն ինչը սերվերը ժամանակ առ ժամանակ ակտիվացում բոլոր կոմպերից մտնում եք նույն սերվերը դուրս եք գալիս ճիշտ հասկացա ես ձեզ հա նորմալ է հա էլ ինչ կար ստեղ առաջարկելու հա վարչարարության հետ կապված օրինակ ինչպիսին է պրակտիկան եթե ինչ-որ մեկը չի վճարում ինչ է հետևում դրան տուրք չվճարողի չէ հետաքրքիր է արձանագրելուց հետո ինչ ես Գյումրու անեկդոտը կպատմեմ հետո նոր ասեք հələ ձեր փորձը իմանանք հետո սկզբից նա գտնում ենք հայտնաբերում ենք որ նորաբացում կամ բացվել է հա դիմում ենք իրան բացատրում ենք օրենքը ուրքեր ինչպես եք դիմում ֆիզիկապես գնում ենք այնտեղ գնալով եք օրենքները բացատրում ֆիզիկապես այցելում եք մասնագետը այցելում է հա ահա օրենքներն են ցույց ենք տալի դրույթները իրա քառակուսի միկրոֆոնով խոսեք էլի պետք է գա օգտագործենք ցույց ենք տալի օրենքները Դրա հետ կապված տեղական турքի չափսերը, դրույքաչափերը քառակուսի մետրով լրի բացատրում իրան ասում ենք թե ինչքան պիտի վճարի։ Ավականավորոշումը Հա, բոլորը, անգամ եթե դրանից հետո չի վճարում, նորից զգուշացնում ենք, չի վճարում, երրորդ անգամ արդեն իրան վարչական պատասխանատվություն եք ենթարկում։ այդ զգուշացումները ինչ էլեկտրոնային նամակագրություն, հեռախոս, որ մեթոդներն եք էլի օգտագործում։ Կանոն բանավոր։ Այցելում է։ Այցելով։ Գյուղերում վարչական ղեկավարն է քնում։ Չէ, մենք ենք գնում էլի, բայց համագործակցում ենք։ Հա, այսինքն դա ցեզ մոտ ճիշտ կլինի, որ հստակ ընթացակարգով գրած լինի։ Օրինակ, եթե դա վարչական ղեկավարն է անելու, գնալ զգուշացնել բան, ինքը պետք է իմանա գործի ընդունվելուց, ինքը պետք է համայնքապետն է նշանակում, չէ՞ վարչական։ Ինքը պետք է իմանա, որ իր վրա կա նաև այսպիսի պարտավորություն։ Ինքը պետք է անի։ Այսինքն մեր առաջարկի իմաստը այն է, որ այս ինչ որ նկարագրեցիք, գրավոր ընթացակարգեր ունենաք դուք, որը ավետարան չէ, կարող է փոփոխվել ժամանակի ընթացքում։ Ճիշտ ասած, նման դեպքեր չի լինում։ Մարտես, հա։ Չի լինում, որտեղ սկզբից, երբ որ համայնքը խոշորացվեց, դրույթները տարբեր էին։ Մենք միավորեցինք, մի համայնքի մի դրույթ սարքեցինք, Գործակիցներ դրեցինք, գործակիցները ներդրեցինք, այդ գործակիցները գյուղեր կա, որ առևտուրը լավ է, նորմալին դրե գյուղեր կա վատա, իջացրել են։ Կես գործակից է, կեսից պագաս չկար, չէ՞ կարծեմ։ 25 էլ կա։ Հա։ Դա կապված գյուղի Պարզ է, արդար է այդպես, հա։ Բանեիք ասում։ Հա, ենթադրենք ես եկել եմ օբյեկտ եմ դրել, առաջի 3 ամիսը վճարել եմ, հետո չեմ վճարում։ Ասեք գլխիս գալիքը իմանամ։ Չեմ վճարում, ժողովուրդ ջան։ 3 ամիսը վճարել եմ, հետո շարումանոցը աշխատեցնում եմ, օրինակ է, էլի սա։ Ինչ կազմում է ով բաժնի ով է կազմում բաժինը այցելում է գնում է այդ մարդու մոտ ինչ հասցեով գնում են ու գնում մի վարքան հասկանանք մի հատ զգուշացնում եք ոնց որ թե չէ հիշեցնում եք
Ճիշտ է։ Այդ զգուշացումը այսքան ժամանակ չի եղել այս դեպք էլի, որ Ես տեսական բան եմ քննարկում, էլի, ուղղակի ուզում եմ հասկանալ, եկուց մյուսը բաժնի աշխատակիցը գնում է այդ մարդու մոտ, ասում է՝ «Բարև ձեզ, 3 ամիսը վճարել եք, մյուս 3 ամիս բանավոր մի հատ զգուշացնում եք»։ Ճիշտ է։ Վաճառության գնահատեն նախնական ապահովում ենք, հետո նոր գնում վաճառ։ Մի հատ հետո գրավոր նամակ է երևի գնալու։ Չէ, զգուշացում, որ դուք ամիս ու կես աշխատել եք, չեք վճարել տեղական տուրքը, հարգելիս եկեք վճարեք։ Նամակը ըստ երևույթին ծանուցագրով ուղարկեք։ Ծանուցագրով։ Սերիչով կարող ուղարկել։ Բարձրը տեղում է գնալ առանց թույլտվության աշխատում միանգամից արձանագրություն կազմակերպի թույլտվություն չունի։ Մի հատ չեք զգուշած, չկա նման։ Չէ, այս պահին գնում ենք հլստուգելու։ Հարգելի գործընկերներ, չկա ունիֆիկացված պրակտիկա տարբեր համայնքների համար, սրանք հարցեր են, որոնք օրենսդրորեն չեն կարգավորված, էլի, հա, թողնված է։ Մեկն էլ ասում է, բան եմ անում, ես անմիջապես վարչական վարույթ եմ հարուցում, հրավիրում եմ բանի, արի վարչական վարույթի նստի, հասկանանք լնչի չես։ Մի ուրիշ համայնքում ասում է, մի հատ զանգում ենք, երկրորդ անգամ գնում ենք, տարբեր են, էլի, ասածս են, լավ չեք։ Նախազգուշացման տիպերում եք, որ ասենք հիմնականում սկզբանե որ նոր են բացվել, մենք ծանուցում ենք տալի, ծանուցման տիպ ունենք, որ տալում ենք, որ այս ինչ օրենքով, ավարտանով, այս ինչ որոշմով, այս ինչ փաստաթղթերով երրորդ ժամկետում մոտիկացեք անուղանի համակապետանի տվյալ բաժինը աշխատակիցների մոտ։ Իրենք եթե չեն գալիս, մի հատ զանգում չեկան, արդեն դա աշխատում է, թե ինչ-որ բան չեն ասի, դեպքապատ է երկուսի գրապատ, թե չի լու, արդեն մենք պետք ունենք արձանագրությունը կազմել։ Արձանագրությունը կազմեցիք, որ մարդը այսքան պարտք է, տուժուտուգանքները։ Այսինքն իրանին կարած թույլտվության աշխատում։ Ինչ է հետևում, սանկցիան ինչ է դրա պատասխանատվությունը։ Ծխախոտ եմ ծախել, հերոտանից տեղից։ Առանց թույլտվության ծխախոտ վաճառ։ Ահա, ինչ է հետևում։ Okay, արձանագրել եք, որ ես առանց տեղական տուրքը վճարելու առանց թույլտվության Դուք եք կարող վարչական նիստի օրը իրաց։ Վարչական վարույթ Ես ինչ որ վարչական վարույթ ալի։ Արի, պարոն Պարսեղյան, արի հաշիվ դուստեղ, թե կամ արի արդարացի, էլի, բացատրի։ Այդ մարդը կարող է գալ, կարող է չգալ։ Սցենարներն են։ Եթե չեկավ, տուգանվելու է միաբանուկ նամակով իրան գնա հետի, որ ինքը Այդ տուգանքը ինչ է, ինչքան է, ժողովուրդ ջան։ Նա 70 պատիկից սկսած նետավյալ տարվա մեջ մի անգամ կրնի խախտում, երկու անգամ։ Այդ վարչական իրավախախտում է հաշվվում, վարչական Վիվոյով է, վարչական իրավախախտումով համայնքի ղեկավարը այդ մարդուն պատասխանատվության է Մարդուն չէ, դա ընկերությանը, որը պիտի վճարեր։ Հա, ԱԶ է, մարդ է, չգիտեմ, ինչ է, ՍՊ է եւ այլն։ 69-16 Ինչ որ է, չի վճարում այս մարդը։ Այդ գնում է հարկադիր, ճիշտ հասկացա ես։ Առանց դատարանի է գնում։ Չէ, ինքը եթե վարչական նիստը տուգանվել է, ինքը բողոք չի արել, ինքը ծանուցվել է։ Այո, չի եկել, պետքը չի, ասում է ինչ ուզում ես արա։ Որպես պարտ իրան համայնքի, համայնքը տալիս է հարկադիր կատարում։ Հարկադիր դատարան չենք գնում այլևս։ Մի շարք համայնքներում ասում է Ինքը բողոքարկում է։ Չէ, այդ ուրիշ պատմություն է։ Հա, մի շարք համայնքներում փող զահլա ունի գնալ դատարան, բան ասում ժողովուրդ ջան, կարիք չկա էլի դատարան գնալու, եթե հրավիրվել է չի եկել։ Մարդուն պատշաճ իրազեկել են, չի եկել, լավ կլինի որ չունենաք նման փորձեր, բայց մենք դա մտավարժանք ենք անում, էլի որ եկուս մյուսօր, եթե գալիս է, պնդում է, պաշտպանում է, բացատրում է, կարող է զիջվել դա, չի կարող, չէ՞, ըստ երևույթին զիջվել։ Չէ, չի կարող։ Կարող է, ասենք ինքը մինիմալ Ժամկետ։ ունի, կարող է մինիմալ, այսինքն 70 պատիկից երկու արապատիկն է, 70 պատիկով տուգալ ինքը, այսինքն երկու արապատիկով չտուգալի։ Վարքից է կախված։ Գյումրիում արածի ժամանակ, երբ ռեստորանի չափերն են ուզեցել մերոնք պարզել, ներսի, մտել են ներս, սկսել են պատմել, որ իրենք կնունք ունեն կազմակերպելու, հարսնիկ ունեն կազմակերպելու, աչքաչափով նաև դուրս են եկել։ Ասել են, որ այդ մարդկանց բան չանեք, էլ չսարսափեցնեք, թե քանի քառակուսի մետր է քո դահլիճը։ Հա, իդեպ դուք օրինակ այդ քառակուսի մետրերը այդպիսի օբյեկտների ինչպես եք չափում, էլ ինչ եք հաշվում։ Վաճառասրահն եք հաշվում, ընդհանուր, Այդ օրինագիծը նորացին ոչ կանաներ սահմանեցին տվյալ մասով։ Մենք հարցում ուղարկեցին, կառավարություն մեզ պատասխանեցին, որ ընդհանուր մակետի դուք հիմք, այսինքն տակ չունի վաճառատեղն է, թե իրա օրինակ կանոն սննդի օբյեկտ է, Հարսնիքի դահլիճն է, հա։
Այսինքն տալու վկայական ինքը ինչ ուղղում տալու մարկերեսը այդ տիպների համար ինձ ամենուր դա է, որոշ համայնքներում փորձում են բան անել։ Միայն վաճառասրահը, բայց հակասում է ձեր ասածին եւ նորմին, իհարկե, ձերը օրինական է, էլի ձեր ասածը։ Սրա հետ կապված այդ դժգոհությունները համայնքի ներսում գործարար համայնքային իշխանություն այնուամենայնիվ չեն գնում հասնում պետական իշխանությանը, որը պիտի պարզաբանումներ անի, էլի, ասի դե հիմի խանութ է ու պահեստը 3 անգամ մեծ է, քան վաճառասրահը։ Այդ մարդը պիտի վճարի ամբողջ ընդհանուր տարածքի համար։ Բան չասի, ես չեմ ասում նա է ճիշտ կամ նա է ճիշտ, ասածս այն է, որ եթե վեճեր կան, եթե ցեզ մոտ կոնսենսուս կա, գործարարը, համայնքապետարանը իրար հետ օրենքով եղած նորմին համաձայն են, լավ է, հա, ասենք, իսկ շատ տեղերում համարում են, որ օրենքի մեջ գրած է, դա ճիշտ է, քննարկելու բան չէ։ Օրինակական ինքը պետք է տաներ արդեն նոտարական ծախսերանի կազայյան վարձակցության վկայական մանի տակը պատվանունի խանութա չի օգտագործում մի հայտնա, բայց ինքը վկայականով պատվանել է մարկերես հաշվում, ավել է վճարում, արդեն իրանք այդ ծախսերը արեցի, մի հատ որ արեցի, էլ չեն արել, որ իրանք իրաց օգտագործում մարկերես է իրական վերել, կամ վերևը տունը սարքի առաջի արկը խանութա։ Հասկանալի։ Բաները, որ մարեցին ու գավ տեղ է, նմանատիպ խնդիր չունեն։ Խնդրում եմ բանը, ժողովուրդ ջան, պայմանավորվածությունը թույլ տվեք այսպես պայմանավորվենք, էլի, այս զեկույցի նախագիծը ձեզ մոտ կա էլեկտրոնային տարբերակով։ Ուզում եք այստեղ ցույց տամ, հա, կողքը Word-ի մեջ մեկնաբանելու, մի րոպե։ Հա, կարող եք այսպես մեկնաբանել, կարող եք առանձին ֆայլի մեջ գրել, այսինչ կետի հետ կապված, մենք ունենք այսինչ մեկնաբանությունը։ Ինչպես կկամենաք։ Բոլոր աբզացների տակը կգրեք դիտարկում ու մերը կգրենք, որ հետո ձեր բոլորի չէ, էլի, բոլորի մի գրեք, որոնց հետ կապված դիտարկում ունեք։ Նայում եմ տենց Չէ, բոլորի հետ էլ դիտարկում կգտնենք մեթոդաբանության հետ։ Հա, եթե մեթոդաբանության մեջ բան ունեք առաջարկելու, ասեք հաջորդ անգամ սպես արեք։ Այս մեր մեթոդաբանության լավաշի մեջ ժողովուրդ աղջիկները ինչ են արել, էլի։ Ես մի կտոր ցույց տամ ձեզ, փորձեք պատկերացնել, թե ինչքան ենք մանրամասնել, էլի։ Ինչպես արձանագրել, նայեք, ալկոհոլային խմիչքների ծխախոտային եւ այլն։ Ուսումնասիրման գործողություններ, օբյեկտները գտնել ֆիզիկապես, գնացեք քայլեր գտել են օբյեկտը։ Ճշտել օբյեկտում ծխախոտի ալկոհոլի վաճառքի առկայությունը կամ բացակայությունը, օբյեկտը լուսանկարել, լուսանկարի ֆայլը վերնագրել օբյեկտի անվանումով հասցեով, օբյեկտի բրենդը, եթե բրենդ կա դրած, հա, ապրանքանիշերի, ապրանքային անվանումների ճշտում եւ այլն եւ այլն, գրանցում հասցեների հետ Google-ի վրա գտնել դիտարկված օբյեկտը, աշխարհագրության դասեր են կարել, ինչպես ճարել, Google-ով գտած օբյեկտը չափագրել, բարձել հնարավորինս ճշգրիտ մագերեսը, դա մոտավոր չափագրել նաեւ իրական օբյեկտում, աչքաչափն է, էլի սա։ Google-ով չափագրած չափը նշել Excel-ի աղյուսագում, օբյեկտի տողում, screenshot-ով նկարել Google-ի քարտեզը եւ այսինքն մանրամասն հնարավոր։ Հիմա եկուց մյուս օր կարող է 5 տարի հետո այս լավաշը 2 անգամ մեծ լինի, էլի։ Գրեք, եթե դիտարկենք մենք էլ այս նույն կետերով բոլորովին ավելի լավ։ Գրեք ձեր դիտարկումները, մենք կամ կինտեգրենք մեջը, այսինքն մեր սխալները կվերացնենք, էլի, հա, վերիպումները կասենք, կամ մենք թափենք կողքի կգրենք, որ նույնականացվել է այսքան օբյեկտ։ Բոլորը նույնականացվել են ենթ։ Կամ 3 օբյեկտ, կամ արիսից մեկը նույնականացվել է, երկուսը նոր այս քննարկման արդյունքում կամ մոնիտորինգի արդյունքում հայտնաբերվեց, որ այսինչ գյուղում ինչ որ մեկը կա ծխախոտ ալկոհոլ է վաճառում, անունները չենք գրելու, մենք չենք ուզում այդ օբյեկտներին վնաս տալ, էլի, հա։ 3 հատ օբյեկտ կդանք ավելացրեցինք եւ այլն։ Սիրով, ինչպես կամենաք։ Հետո նոր իմի կբերենք, կունենանք մեկ զեկույց։ Մի հատ էլ կղրգենք կնայեք, կասեք եղավ մեր սրդով է համաձայն, էլի, հա։ Եղավ, շնորհակալություն ժողովուրդ ջան։